Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ նիստում անդրադարձել է Հայաստանում կայանալիք ընտրություններին եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանային զարգացումներին։ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցինի պատասխան Ալեն Բերսեն շեշտել է Հարավային Կովկասն ունի իրական հնարավորություն եւ պատասխանատվություն շարժվելու երկարատև խաղաղության եւ կայունության ուղղությամբ։ Ալեն Բերսեի խոսքով հարաբերությունները կարգավորելու Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերը կարեւոր են ոչ միայն երկու երկրի, այլև ավելի լայն տարածաշրջանի կայունության համար։ Հայաստանում շատ շուտով ընտրություններ են լինելու, կարծում եմ սա կարևոր պահ է ժողովրդավարական հասարակության համար։ Կարևոր են նաև հումանիտար հարցերը, այդ թվում պատերազմի համատեքստում։ Հուսով ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաջորդիվ կլինեն դրական քայլեր, այդ թվում պահվող անձանց հարցով։ Այս հարցն ակնհայտորեն ազդեցություն ունի Հայաստանում քաղաքական քննարկումների վրա։ Նաև մենք կենտրոնացած ենք, թե ինչ կարող ենք անել նպաստելու ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը բոլոր երկրներում։ Կտեսնենք ինչ տեղի կունենա Հայաստանում, սակայն այս համատեքստում ուզում եմ նշել, որ գրեթե ամենուր տեսնում ենք մանիպուլյացիայի, միջամտությունների եւ ապատեղեկատվության ռիսկեր, եւ սա վերաբերում է բոլոր երկրներին։ Բերսեի խոսքով այս ամենը հաշվի առնելով աշխատում են ապատեղեկատվության եւ միջամտության վերաբերյալ հնարավոր շրջանակային կոնվենցիայի վրա։ Պետք է միասին մշակենք գործիքակազմ հասկանալու ինչ կարող են անել կառավարությունները ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Սա կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար, հավելել է եվրոպացի պաշտոնյան։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ առաջիկայում կարող են լավ նորություններ լինել Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների երկրորդ փուլի հետ կապված։ Դոնալդ Թրամփի խոսքով քննարկումները կարող են վերսկսվել։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր, որ երկարաձգում է Իրանի հետ հրադադարը, որը լրանում էր ապրիլի 22-ին։ Ես Պակիստանի խնդրանքով կերկարաձգեմ հրադադարը, մինչև Իրանն առաջարկ ներկայացնի եւ բանակցություններն այս կամ այն կերպ ավարտվեն, գրել է Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում։ Միաժամանակ նա խոստացել է շարունակել իրանական նավահանգիստների շրջափակումը։ Նախագահի խոսքով Թեհրանը խնդրում է իրեն բացել Հորմուզի նեղուցը, սակայն դա տեղի չի ունենա, մինչև գործարք չկնքվի։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են արձագանքելու իրանական կողմի հնարավոր գործողություններին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւս նախազգուշացրել է բարձր պատրաստականության ռեժիմում են եւ անհրաժեշտության դեպքում կշարունակեն ռազմական գործողությունները։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը պատերազմական ակտ է ու այդպիսով արդեն հրադադարի խախտում է։ Ապրիլի 23-ին նախատեսված է Իսրայել-Լիբանան բանակցությունների երկրորդ փուլը, որը տեղի կունենա Վաշինգտոնում երկու երկրի դեսպանների մակարդակով։ Հանդիպմանը կմասնակցի նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Օրակարգում են Իսրայելի եւ Լիբանանի միջև հարաբերությունների հնարավոր բարելավումը եւ Հեզբոլլահի զինաթափումը։ Ավելի վաղ Լիբանանում հրադադար էր հայտարարվել, սակայն վերջին ժամերին Ցահալը եւ Հեզբոլլահը կրկին հայտնել են փոխադարձարվածների մասին։ Լիբանանյան շարժումը մեղադրել է հրեական պետության ուժերին հրադադարը խախտելու համար, հայտնելով, որ վերջին օրերին արձանագրել են նման արդեն 200 դեպք։ Զլմ-ների տվյալով Լիբանանի բնակիչները լքում են երկրի հարավը եւ հեռանում դեպի հյուսիս, մասնավորապես Բեյրութ։ Մարտի 2-ից ի վեր Լիբանանում զոհերի թիվն արդեն հատում է 2400-ը։ Այս ֆոնին Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Լիբանանի վարչապետին, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է հրադադարին հետևելու կարևորությունը։ Նա աջակցություն է հայտնել Լիբանանի տարածքային ամբողջականությանը եւ այն պաշտպանելու իշխանությունների ջանքերին։ Մակրոնի համոզմամբ Լիբանանում խաղաղության հասնելու համար հարկավոր է, որ Իսրայելի ուժերը դուրս բերվեն երկրի տարածքից, իսկ Հեզբոլլահը զինաթափվի։ ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը եւ Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի վարկը, որը նախկինում արգելափակում էր Հունգարիան։ Ըստ փորձագետների այս գումարը կօգնի Ուկրաինային հավասարակշռել երկրի բյուջեն, որը 2026 թվականի կտրվածքով առնվազն 52 միլիարդ դոլարի պակասուրդ ունի։ Ավելի վաղ Սլովակիայից էլ հայտարարել էին, որ չեն աջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթին, եթե դրուժբա խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները չվերսկսվեն։ Նախորդին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ խողովակաշարը վերանորոգվել է եւ պատրաստ է գործարկման։ Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է վարկի տրամադրման որոշումը, ընդգծել, որ դա ճիշտ ազդանշան է։ Ռուսաստանը պետք է դադարեցնի պատերազմը, նման ճնշումը կարող է նպաստել դրան, շեշտել է Զելենսկին։ Դիանա Գասպարյան, լուրեր։